Ջրիշին Տեսեք ինչ ասում 90 սաղմոսի մեջ در مزمور 90 گفتاری هست ասում է այնպես օրեցուր մեզի 12 խոսքով آیه 12 այնպես օրեցուր մեզի մեր օրերը համրել ու որ սրտի իմաստություն ստանանք اونطور به ما تعلیم بده که روزهای زندگی ما رو بتونیم بشماریم و حکمت پیدا کنیم. Իմի ինչի համարա էսի խոսքը, որ մենք այսօր իմանանք, որ մենք ժամանակավոր ենք այս երկրի վրա ապրում. این کلام برای چیست که ما بدانیم که زندگی ما موقتی است در این دنیا. Աստված մեզի տվել է ժամանակավոր այս երկրի վրա կյանք ունենալու մի նպատակը, որ իմաստուն սիրտ ունենան خدا به ما این زندگی رو در این دنیا داده که دلی با پرحکمت داشته باشیم. Այդ իմաստուն սիրտ ունենալու համար, որպեսզի մեր Արարիչ Աստծուն ճանաչենք. با این دل پرحکمت بتونیم خدای آفریدگار ما رو بشناسیم. Մենք տեսնում ենք Սաղմոս 39-ը ما در مزمور 39 می‌بینیم ընդամենը 13 խոսք ունի که سراسر 13 آیه هستش. Դավիթի Սաղմոսն է, որ սկզբից հենց այսպես ասում. مزمور داوود که کلمات ابتداییش اینجور میگه Ասի թե ճամփուս զգուշությունն է, گفتم که در راه‌های زندگی من مواظبات خوب بکنم որպեսզի լեզվովս մեղք չգործեմ. که با زبونم گناه نکنم Հերանս սանձով պահեմ, و دهانم را کنترل کنم مواظب باشم ամբարիշտի արջև եղած ատենը. در مقابل بی‌ایمانان Մունջ եղալրությունով ساکت شدم و حرف نزدم աղեկության վրայով լրեցի, و دوباره میگه من زبونو بستم حرف ցավս نزدم. շարժվեցավ. Ու ցավս շարժվեցավ. در من دردهایی ایجاد شد Սիրտս բորբոքվեցավ ներսդիս, و دلم از داخل غضبناک شد رنجور شد ջերմությունս մեջ կրակ վառվեցավ. و در من تغییراتی غیرتی برای خدا ایجاد شد Այրական լեզվովս խոսեցավ. بعداً با زبون خود صحبت کردم Ցույց տուր ինձ, ով իմ Տեր, իմ վերջս. به من نشون بده ای خدای بزرگ آخر و عاقبت من نشون بده چطور میشه Եվ օրերս չափ, որ չափ է. و زندگی من چقدره Որպեսզի գտնամ, թե ինչպես անցավոր է. که من بدونم که چقدر انسان فانی و زودگذره Մենք տեսնում ենք, սիրելիներ, որ Աստված մարդուն տվել է այս երկրի վրա ما که میبینیم که خدا انسان را یه زندگی Սաղմոս մեջ ասում է 70 տարի զորությունով 80 տարի. در مزمور میگه که 70 شاید 80 سال Անկախ թե դու ինչ ազգից ես, ինչ ցեղից ես, ինչ սեռից ես. بسته به این نیست که از چه ملتی از چه قومی هستی Մեզ Աստված հնարավորություն է տվել այս կար ժամանակը, خدا به ما امکاناتی داده که در این زمان کوتاه որ մենք ճանաչենք մեր Արարիչին, که ما خدای آفریدگار ما را بشناسیم որտեղ մենք տեսնում ենք օրերը այնպես է թռնում, و ما میبینیم که این روزها چقدر زودگذر هستند ու մահն էլ չի նայում, ջահել ես, առողջ ես. و مرگ هم نگاه نمیکنه جوان هستی پیر هستی Մեզ Աստված օգնի, որ մենք իմաստություն ունենանք, و خدا به ما کمک کنه که ما حکمت پیدا کنیم որ այս ժամանակ օրերի մեջ که این در زمان Տիրոջը փնտրենք. در این زمان موقت خدا را جستجو کنیم خدا را بیابیم Ու տեսեք այդ արկիրը 5-րդ խոսքում ինչ ասում. و میبینیم در آیه بعدی چی میگه Ահա իմ օրերս թիզերու չափրիչ. و میگه تو روزهای ما را به اندازه یک وجب کردی Եմի մենք այս թիզը ինչքան է շատ կարճ է.
حالا این وجب چقدر کوتاه؟ 17 سانتی է, 17 ممکنه 17 باشه، ممکنه 20-25 باشه. Այսքան իմ երկրավոր օրերի վրա այսքան կյանքը։ Իմ երկրավոր օրերի, քո թիզը պահի տես, քո կյանքը այդքան։ و تو وجب تو مقایسه بکن زندگی تو اینقدر. Աստծո խոսքը կենթանի է։ ولی کلام خدا جاودانی است. Հավատաս թե չհավատաս, باور کنی یا باور نکنی. այս է մեր կյանքը։ اینه زندگی Քո ما. թիզը մի հատ պահի տես, որ այս է կյանքը։ زندگی ما کوتاه است. Այս կարճ կյանքի մեջ, եթե մենք չորոշենք Հիսուսին ընդունել մեր ազնական Տեր ու Փրկիչ, و در این زندگی کوتاه که ما چیز نکنیم، عیسی را نپذیریم به عنوان ناجی، մենք չարաչար կսխալվենք։ ما در اشتباه نابخشودنی میشیم. Դրա համար Սաղմոսը Դավիթ թագավոր է, ոչ թե իմ նման հռամը։ و برای اینکه داوود پادشاه بود، نه اینکه یک مرد معمولی بود. Իրան փասվել էր, որ այդ կարճ կյանքի մեջ براش مکاشفه شده بود که در این زندگی Աստծո երեսը փնտրի, روی خدا را بجویه، Աստծո տունը ուրախությունով գնա, با خوشحالی به وارد خونه خدا Իրոջ بشه. երեսը խնդրի, روی خدا را بپذیره Սուրբ Սիրտ ուղոքի խնդրի, که دل مقدس و وری روح نرس مقدس بخوری. را پیدا کنه. Կարդում ենք շարունակությունը, دنبالش رو میخونیم. ասում է իրավ ամեն մարդ թեև հաստատված է լա, بلکه تمام مردم مگر تثبیت و ثابت قدم هم باشن، բայց բոլորովին նույնություն է սելա։ ولی یک دفعه میتونم بگم که کاملا بیهودگی فانی هستن. Տեսեք, հիմի մենք կարանք երկրի վրա այդպես հաստատ գիտենք, որ հաստատված ենք, բնակվում ենք, մեր հաստատություններ կարծես կա։ ما باید میتونیم در این دنیا تصور کنیم که ما ثابت هستیم، ما زندگی میکنیم، ما مهم هستیم، Բայց դարձյալ ասում եմ, բոլորովին նույնություն է։ ولی میگوید که همه چیز بیهودگی است. Արդարե մարդը ստվերի պես կպտտի։ و میگه واقعا زندگی انسان مثل یک سایه هستش Արդարե փուշտեղը անհանգիստ կլա։ و به جای پوچ و بیخودی داره تکبر و مغرور میشه. Եթե պաշտի դեր, ով պիտի առնել նրան։ جمع میکنه ولی نمیدونه که این نتیجه رو کی مثلا برمیداره، به کی میده، اسم میرسه. Ասում է, հիմա ինչ բանին սպասեմ, ով Տեր։ حالا میگه من منتظر چی باشم ای خدای بزرگ؟ Իմ հույսը քեզի է։ امید من بر توست ای خدای بزرگ. Ինչքան կարևոր է, որ մենք ամբողջ մեր հույսը, մեր էներգիան, մեր նպատակը դնենք Տիրոջ ուսալու վրա։ چقدر مهمه که ما امید، زور، توانایی، مناسبات ما را به نزد خدا بیاریم، به خدا اعتماد داشته باشیم. Աստված երբեք մեզի չի թողել, ժողովուրդ։ خدا هیچ وقت ما را تنها نمیگذاره. Որտեւ Աստված այնպես է սիրել իր աշխարհը, այս մարդկությանը, برای اینکه خدا որի միացին որդուն է տվել։ اینطور خدا این دنیا را دوست داشته که فرزند Դրա համար Աստված ուզում է, որ մենք այսօր ամբողջ մեր էությունով հուսանք Աստծուն։ برای اینکه خدا میخواد با ما تمام وجود بر او اعتماد داشته باشیم. Այսօր ինչ հոգս ունես։ امروز چه مشکلاتی Ինչ داری؟ խնդիր ունես։ چه چیزی داری که مشکل برات؟ Ամբողջովին քո հոգսը, խնդիրները Հիսուսին հանձնես։ با تمام دل تمام مشکلات خود را به عیسی Քո مسیح ժամանակը քուչ բաների վրա մի սպառի։ و وقت تو را بر روی چیزهای بیهوده صرف نکن. Այլ մեզի պետք է մտածել, որ մենք այս կյանքում բանդուխտներ ենք ու այս մնայուն քաղաք չունենք։ ما باید فکر کنیم که در این دنیا ما غریب هستیم و شهر جاودانی در اینجا ما نداریم. Հիմի դուք Հայաստանում որպես բանդուխտներ եք։ حالا شما در ارمنستان Դու غریب هستید. հասկանում եք բանդուխտի վիճակը։ شما میفهمید که غریب چه وضعی داره. Մենք այսօր այս երկրի վրա բոլորս էլ բանդուխտ ենք։ ولی همه ما در این دنیا در غربت هستیم، غریب هستیم. Երբ որ ժամանակը կա, وقتی وقتش برسه մենք էսի պետք է թողենք ու գնանք։ ما باید اینجا را بگذاریم و برویم. Որտեւ ով
մարդ մեր եկել ես, մեր հետ պիտի գնա։ و در ایوب میگه ای آدم تو بدون چیز اومدی Ժողովույց էլ երկու համար կարդա, بدون لباس هم باید بری ու եղբայրները շարունակեն։ از جامعه هم میخواد برادر بخونه کتاب جامعه Ժողովի մեջ երկրորդ գլուխ ուրեմն 18 խոսքից կարդամ یه دوم 18 Եվ ես արևուտակ քաշած բոլոր աշխատությունը ընդգծվեցա, քանզի ինձ հետ գալու մարդուն պիտի թողեմ զանիկա, եւ ով գիտե թե անիկա իմաստուն պիտի ըլլա թե անմիտ, բայց պիտի տիրեր իմ բոլոր աշխատությանս վրա, զորոնք արևուտակ աշխատեցա ու անոնց մեջ իմաստություն ցուցուցի, ասիկա էլ նայնություն է, եւ ես դարձա որպես արևու տակ քաշած բոլոր աշխատանքս վրայով իմ սրտես հույսս կտրեմ سلیمان حکیم درباره بیهودگی میگه من چیزا را که جمع کردم چه انسانی اون را به اسم میباره همه چی بیهودگی است و همه چی بیخودی است و مثلا این دنیا فانی و گذرنده است جاودانی نیست Իմ տեսեք, այս պանդող տորերի մեջ մենք սիրում ենք ուրախանալ, հաջողություն ունենալ در این غربت دنیوی ما دوست داریم که خوشحال باشیم վերջապես տարբեր նպատակներ ունենք و هدفهای زیادی داریم բայց այս ամենի տվողը Աստված է ولی همه این چیزها را خدای Ասում بزرگ նրանով կապրենք, նրանով շնչենք, ամեն բան նրանից է եւ ամեն բան که նրանով همه چیز به وسیله خدا با خداست که با اون زندگی ما راه رفتن ما زندگی ما Դրա համար 26 խոսք այսպես ասում آیه 26 اینطور میگه Քանզի Աստված իր արժև հաճելի եղող մարդուն իմաստություն, գիտություն եւ ուրախություն կտա Բայց ասում եմ մեղավորներին զբաղմունք կտա, որպեսզի անիկա աստվածքեն ժողովե դիզե, որպեսզի Աստծո արժև հաճելի եղողին տա, ասում է ասիկա նույնություն է հոգու տանջան։ میگه خدا به اونایی که خدا را خوشنود کردن میده دانایی، حکمت، ثروت ولی اونانی که خدا را خوشنود نمیسازن و اون از زحمت و رنج و درد و اونایی که جمع میکنن معلوم نیست به چی میرسه Թող Աստված խոսքս ամփոփեմ, թող Աստված մեզի տա իմաստուն սիրտ, و آخر کلام بشنویم خدا به ما دلی پر حکمت بده که մեր օրերը համրենք, որ այսօր կան, վաղը չկան։ که زندگی ما را در شمارش روزهامون بشماریم که امروز هستیم فردا نیستیم Որ աշխատենք, Տիրոջ գիտ կղազենք։ که سعی کنیم به آغوش خدا برویم Տերը օրհնի ամեն։ خدا برکتتون بده